Իրանական պատերազմը տարածաշրջանին սպառնում է էկոաղետով։ Կարող է վտանգը հասնել Հարավային Կովկաս եւ պատրաստ ենք արդյոք մենք նման ռիսկերին։ Մեզ հետ Երևանի ավականու անդամ բնապահպան Քրիստինա Վարդանյանն է։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Եվ այսպես Իրանի նավթահորերի հարվածներից հետո խոսում է թունավոր ամպի մասին, որը կարող է տարածվել տարածաշրջանում։ Տարբեր աղբյուրներ նշում են, որ աղտոտված օդային զանգվածները կարող են հասնել մինչև Կենտրոնական Ասիա։ Դուք գրառում եք արել եւ նշել, որ ռմբակոծվող Իրանի պայմաններում ինչու է քաղաքը բացվում։ Ինչ նկատի ունեք այս ձևակերպումով եւ ինչ ռիսկեր եք տեսնում։ Ռիսկերը իրականում կան, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ պերսպեկտիվայով, իսկ գրառումս վերաբերում է այն հարցին, որ տվյալ դեպքում, երբ որ մենք հենց մեր սահմանին ունենք ռազմական գործողություններ, շատ լուրջ ծավալի, վերցնել եւ սկսել հիմա հեռացնել մեր ծառերը, որոնք որ ծածկում են, այսինքն այդ մսարկերը, որոնք որ պայթուցիկ շարժվում են, նրանց համար անհասանելի է, այսինքն մենք տեսանելիությունը ամբողջությամբ բացում ենք եւ այս վերջին 3 տարիների ընթացքում մենք անվերջ դրա մասին խոսում ենք, որ մենք չգիտենք ինչով կարող է այս ամեն ինչը ավարտվի եւ շատ կարեւոր է անսասան պահել նաեւ այս անվտանգային մասով։ Ես արդեն չեմ խոսում, որ օդի աղտոտվածության հետ կապված եւ նույնիսկ եթե Իրանի խնդիրը չլինի, պատերազմի խնդիրը չլինի, մենք Երևանում տասնյակ էկոլոգիական խնդիրներ ունենք, որոնց պարագայում նման ձևի միջամտություններ կոպտագույն, որոնք որ արվում են քաղաքի կանաչ կմախքի նկատմամբ ուղղակի անթույլատրելի են թե հանրային առողջապահության տեսանկյունից, թե բնապահպանական տեսանկյունից, թե բարոյական, թե իրավական բոլոր տեսանկյուններից, որ մենք նայում ենք, անընդունելի գործընթացներ են։ Իրանի իշխանությունները այս հարվածները անվանում են էկոլոգիական հանցագործություն։ Ձեր կարծիքով սա ավելի շատ քաղաքական հայտարարություն է, թե իսկապես կարող ենք խոսել տարածաշրջանային բնապահպանական խնդիրների մասին։ Ես համաձայն եմ Իրանի բնորոշման հետ, որովհետև այն գործողությունները, որոնք այսօր տեղի են ունենում եւ նավթային պահեստների հետ կապված եւ օդում արկա այդ նյութերի, որոնք որ կան, թթվային այդ անձրևները, վիճակը ընդհանուր եւ հետևանքները այս ամենի, ելի եմ կրկնում, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարատև պերսպեկտիվայում, սրանք շատ մեծ ազդեցություն են ունենալու ամեն ինչի վրա, բնակչության առողջության վրա, կենսաբազմազանության վրա, գյուղատնտեսության վրա, տասնյակ խնդիրներ իրենց մեջ պարունակող գործընթացներ են սրանք եւ սրանով պայմանավորված իրավիճակը իրականում շատ լուրջ է։ Եվ գիտեք, ես 3 տարի անընդմեջ այնպես էր ստացվել, որ մենք Իրանում էինք եւ այնտեղ էինք հանգստանում եւ մենք տեսել ենք այն չքնաղ բնությունը, որն ունի Իրանը եւ հասկանալի է, որ նման ծավալի հրդեհների պարագայում ուղղակի ոչնչանում ամենը, իսկ այս պահեստները, որոնք որ տվյալ դեպքում Թեհրանի նավթային այրվում էին, այդ կրակը շատ սարսափելի ձևով է տարածվում եւ գրեթե զանգվածային ոչնչանման արմատային համակարգով ամբողջ ծառերը սա բերելու է հետը կենսաբազմազանության փոփոխություններին եւ այլն եւ ի վերջո ամենածանրագույն ազդեցությունը ցանկացած երկրի եւ պետության համար բնակչության առողջությունն է, ինչը մենք ինչու է վտանգավոր այդ օդը։ Ուրեմն այս բաների հետևանքները ածխաջրածիններ են, բանի ծծումբի երկօքսիդ, ազոտի երկօքսիդ օդում նրանց պարունակությունը խոնավության պարագայում սրանք առաջացնում են ծծմբային թթու եւ ազոտային թթու, որը ջրի հետ, ջրի գոլորշիների հետ կոնտակտի պարագայում արդեն թթվի ձևով, անձրևների տեսքով հասնում է մակերես եւ սա բերելու է հողի մակերեսի եւ ավելի խորանից շերտերի, ջրային բաց ջրամբարների առումով բնակչության համար շնչառական համակարգի քիմիական այրվածքներ, շնչուղիների տեսողական լորձաթաղանթի հետ աչքի կապված եւ մաշկի, այսինքն այստեղ գործողություններ են եւ Իրանի առողջապահության ծառայությունն արդեն խոսել է նրա մասին, որ բնակչության շրջանում իրենք ունեն շատ լուրջ բաներ, արդեն անդրադարձ առողջության վրա, այսինքն խնդրահարույց է եւ այո, սա էկոլոգիական իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում։ Եվ ինչպես հետագայում, չէ՞ որ արդեն հողի աղտոտումը, ջրի
աղբյուրների աղտոտումը դա բերելու է սննդամթերքի, բուսականության եւ այլն եւ ելի նորից վերջնական շղթայում ելի նորից անդրադառնալու է բնակչության առողջության վրա։ Եվ իմիջիալոց այս հարցը նաեւ մեր համար է վտանգավոր, որովհետեւ մենք նաեւ ներկրում ենք բավական Իրանի հետ կապեր ունենք այս առումով եւ հետագայում արդեն գյուղատնտեսության մեր նախարարությունը նաեւ մոնիտորինգ պետք է իրականացնի նաեւ այս ուղղությամբ։ Հայաստանը եւ հատկապես Երևանը առանց դրա էլ օդի խնդիր ունի։ Օդը աղտոտված է եւ արդեն որ երրորդ տարին է բազմիցս ահազանգում եք նաեւ դուք բոլոր բնապահպանները նաեւ սովորական քաղաքացիները արտաքին նման գործոնների դեպքում որքանով է դա ավելի խորացնում կամ մեծացնում ռիսկը բնակչության համար։ Մենք այստեղ մի կարևոր բան ունենք, որ Երևանի բնակլիմայական նաև պայմանները նրանք մեզ չեն օգնում։ Նրանք հակառակը խնդիրների պարագայում, առավել եւս ձմռան շրջանում, երբ որ կամիներն էլ բացակայում են, մեր այդ գոգավորության արկայությունը բերում է օդի կանգի։ Դուք Երևանը նկատի ունեք։ Այո, ես խոսում եմ բացառությամբ Երևանի մասին։ Քաղաքի կենտրոնը գոգավորության մեջ է։ Եվ մենք այստեղ ունենք ամենածանրագույն խնդիրները եւ չես հասկանում ինչի քաղաքային իշխանությունը հասկանալով որ մենք չունենք օվկիանոս, գետեր խոշոր ծովեր, որոնք որ նաև օդի ավազանի մաքրության վրա շատ մեծ ներազդեցություն ունեն, մենք ունենք ընդամենը 5 անգամ ավելի պակաս ծառերի ծածկույթ եւ այս պարագայում այդ ուրեմն ծրագիրը անհասկանալի բնույթի սկսել են հենց կենտրոն վարչական շրջանից եւ փոքր կենտրոնը Երևանի ամբողջությամբ զրկվել է խոշոր ծառերից։ Սա նշանակում է ինչ։ Սա նշանակում է որ որովհետեւ փողոցների ծառերը եւ այգեպուրակային տարածքների ծառերը իրանք տարբեր ֆունկցիոնալ նշանակություն ունեն։ Այստեղ ծառերը սանիտարական աշխատանքը իրականացնելու համար են, այսինքն օդի մաքրություն, նստվերային ծածկի ապահովում, փոշու նստեցում եւ այլն, տասնյակ այլ խնդիրներ, աղմուկի նվազեցում եւ մենք ուղղակի հանել ենք այդ ծառերը եւ հիմա այդ փոքրիկ անհասկանալի ինչ որ ծառեր ենք դրել, որոնք որ պետքա միայնակ այդ գործողությունը իրականացնեն, մենք մոտակա 20 տարիների ընթացքում արդեն լրջագույն խնդիրներ ունենք օդի աղտոտման եւ օդի ինքնամաքրման գործընթացները ապահովելու առումով, այս հենց այս նկատառումներից ելնելով, որ ուղղակի հանեցին։ Դրա համար ես չեմ հասկանում քաղաքային իշխանության գործողությունները, ունեն մենք քաղաքում մենք ունենք նաեւ Նուբարաշյանի աղբավայր, այսինքն մենք մեր սեփական այնքան խնդիրներ ունենք, որոնք որ ուղղակի սպառնալիք են մեր բնակչության համար եւ այս խնդիրների հետ միասին արտաքին վտանգները պարզ է որ այս ամենը ավելի է ծանրացնելու այն ամբողջ ուրեմն էկո բազմաթիվ վտանգները, որոնցով Երևանը ուղղակի պարուրված է։ Հայաստանը ունի բավարար մոնիտորինգային համակարգ այդ թունավոր ամպերը ժամանակին ֆիքսելու համար։ Մենք իհարկե նորմալ ապահովվածություն չունենք եւ Երևանի հիմնական աղտոտիչներից մեկը նաեւ PM2.5 մասնիկներն են, որոնք հիմա Իրանում էլ պայթյունների հետևանքով կուտակված են եւ նաեւ այս այրման գործընթացներով պայմանավորված։ Մեր Երևանի խնդիրներից մեկն էլ է սա։ Եվ վերջերս նոր վերջի 2-3 տարվա ընթացքում արդեն սկսեցին քաղաքապետարանը ձեռք բերեց այդ սարքերը եւ հիմա նաեւ պետությունը կառավարությունը ձեռք բերեց նոր մոնիտորինգային սարքեր ժամանակակից, որոնք որ կարողանան շատ ճշգրիտ ինֆորմացիա տրամադրել բնակչությանը միջև այդ նման ուսումնասիրություններ չեն արվել միջինացված ցուցանիշ սա վերցվում փոշու համար եւ սա միասեռ փոշի չի այստեղ կազմի մեջ տասնյակ ուրեմն բաղադրիչներ կան կայանները բավարար չեն մենք ամբողջ հանրապետության ծածկը ապահովելու համար եւ ժամանակին ինֆորմացիա ստանալու համար մեծ բացեր ունենք ինչպես սարքերի քանակով եւ տեղակայումով ամբողջ հանրապետության տարածքում այնպես էլ որակային առումով դե հիմա նոր այդ սարքերը ձեռք են բերվել եւ ես գիտեմ որ նաեւ Ճապոնիայի դեսպանատան հետ եւ կառավարությունը աջակցում է այս ծրագրին լիահույս եմ որ ինչ որ արդյունքի հասնելու ենք որովհետեւ Ճապոնիան շատ լուրջ ճանապարհ է անցել այս առումով եւ իրենք այսօր այնպիսի մի մոնիտորինգի ցանց են ստեղծել իրենց երկրի համար գրեթե իդեալական եւ օրինակելի ցանկացած պետության համար նման համակարգի եւ նման մակարդակի հասնելու համար իսկ նման վտանգները կանխատեսելու եւ հանրությանը իրազեկելու համար ինչ է պետք այ օրինակ կարծում եք որ բավարար է մեր հանրությունը իրազեկված նման վտանգների համար ինչ պետք է անեն եթե լինի եւ ընդհանրապես արդյոք պետք է մարդկանց ասել որ թունավոր սև ամպեր են գալիս դեպի Հայաստան
Թե դա խոճապ է ավելորդ առաջացնելու միգուցե մարդկանց շրջանում եւ ավելորդ խնդիրներից խուսափելու համար պետք չի ասել միգուցե։ Գիտեք, այսպեսի մի մեջբերում կա, որ предупрежден вооружен։ Տեղեկացված է ուրեմն։ Այո, գիտեք, մարդը պետք է տեղեկացված լինի բոլոր ռիսկերի վերաբերյալ եւ պետք չի խնայել, որովհետեւ ամենասարսափելի բանը դա խոճապն է։ Երբ որ դու պատրաստված ես, նույն Ճապոնիայի օրինակը, նրանք գիտեն, որ նրանք աղետի գոտի են, նրանք սեյսմիկ գոտի են եւ մանկապարտեզից, մանկահասակ տարիքից փոքրիկներին սովորացնում են վարժանքներ են իրականացնում եւ եթե լինի վտանգը, ինչ գործողություններ են պետք կատարել։ Մենք էլ ենք սեյսմիկ գործողություններ, առանց խոճապի։ Այո, համակարգված գործողություններ են, դա վերաբերում է իմիջիալոց նաեւ օդի աղտոտվածությանը եւ եթե իրենք ունեն օդի աղտոտվածության ինչ որ ցուցանիշ, որը շեմայինից բարձր է, ամբողջ բնակչությունը ստանում է իրազեկում, որ պատուհանները փակեք, դրսում մի եղեք, ֆիզիկական ակտիվություն մի արեք, հեծանի մի վարեք այդ օրերին, այսինքն մարդիկ գիտեն ինչ գործողություններ պետք է անեն։ Մանկապարտեզներում օդի մաքրող սարքեր կան, այսինքն արված է ամենը, որ այնպես չստացվի, որ մենք Երևանում օրինակ ունենք շատ բարձր գերազանցումներ, այս տարի մենք գրանցել ենք ռեկորդային ցուցանիշներ, բայց այդ ժամերին մեր փոքրիկները մանկապարտեզներում, բակային տարածքներում հանգիստ ուրեմն զբոսնում են, ինչ պետք է անել, որ նախարարությունը նախապես իրազեկեր եւ առնվազն, որ այդ օրերին երեխաները լինեին ներսի տարածքներում, ես արդեն չեմ ասում, որ քաղաքապետարանը նաեւ այդ իրազեկման գործընթացը վերցնի ի վրա եւ նաեւ սարքերի ապահովվածություն, որովհետեւ Երևանում մենք օդի աղտոտվածության հետ դեռ երկար ժամանակ այդ խնդիրը ունենալու ենք, որովհետեւ մաքրման գործընթացները եւ շին հրապարակներում կարգավորված է այդ գործընթացը, ոչ միտեղ, ոչ մի առումով վերահսկողությունը այնպեսին ինչպեսին պետք է լինի եւ հետեւանքը դրա աղտոտման առումով մենք ամենքս մեր վրա մեր մաշկի վրա ենք զգում առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է օդի աղտոտվածությունը որպես անտեսանելի կիլեր, այսինքն մենք նրան չենք տեսնում, բայց նա վնասում է մեր առողջությանը, բայց Երևանում փոշին տեսանելի է եւ մենք բոլորս էլ տեսնում ենք, թե ինչի մեջ ենք մենք ապրում։ Տեղեկատվական արժևը ես ճիշտ եմ հասկանում, որ բավարար չափով աշխատանք այդ ուղղությամբ չի արվում հանրության։ Ես կասեի առհասարակ չի արվում։ Մի փոքրիկ այդ իրազեկումը եղավ հիդրոթերապևտաբանական կենտրոնի կողմից, ինչը շատ ողջունելի է եւ շատ լավ է, որ կա եւ նման տիպի իրազեկվածություն պետք է լինի բնակչության առումով եւ նաեւ առողջապահության նախարարությունը դա պետք է անի, քայլերի հաջորդականություն, սկսած դեղորայքային ապահովությունից, բժիշկների տրեյնինգների հենց այս ուրեմն քիմիական այրվածքներով պայմանավորված դեղորայքի պաշար, այսինքն որ բնակչությունը իրազեկված լինի, որ այն մարմինները, որոնք որ անմիջապես պատասխանատվություն են կրում այս հարցերի վերաբերյալ, ամբողջությամբ պատրաստ են նման տիպի վտանգները երկրում ունենալու պարագայում։ Եթե պատերազմը երկարաձգվի եւ նման հարվածները կրկնվեն, ինչ կոնկրետ էկոլոգիական խնդիրներ հետևանքներ կարող են առաջանալ տարածաշրջանի համար, ոչ միայն Հայաստանի, Հարավային Կովկասի եւ արդեն ես նշեցի հողի աղտոտում, ջրամբարների աղտոտում, օդի աղտոտվածություն, այս բոլոր խնդիրները, որոնց մասին ես խոսեցի, կարող է լինելու է բնակչությունը, անդրադառնալու է կենսաբազմազանության վրա, ի հետևանք կենթանիները նաեւ այո, իհարկե, հիմա եթե այսպիսի հրդեհներ են, ոնց եք դուք կարծում կենսաբազմազանության վրա Իրանը այս ամենը ինչպես է ազդում, սարսափելի հետևանքներ են ունենալու, ինչպես ցանկացած պատերազմ ամբողջական, եւ բնականաբար մենք տարածաշրջանում ենք եւ մենք գրողն ենք լինելու դրա, այո, հիմնականում մեր մոտ քամիները Իրաքի կողմից են եւ որ հիմա դեպի Տաջիկստան զգուշացնում են, դա հանգստանալու է, բայց մենք չենք կարող այդպես հանգիստ լինել, որ երբեք քամու ուղղվածությունը չի փոխվելու եւ սա պատշաճ մշտադիտարկման ուրեմն տակ պետք է լինի եւ այն ստրուկտուրաները, որոնք որ պատասխանատվություն են կրում այս ամենի համար, իրենք պետք է եւ բնակչությունը նաեւ իրազեկեն ինչ գործողություններ պետք է անի բնակչությունը սեփական առողջությունը պաշտպանելու համար։ Սրանք դեռևս ենթադրություններ են, որ Հայաստանում ինչ կարող են, իսկ եթե գործնականում գնահատենք նաև մասնագիտական ձեր գիտելիքները գործադրելով, կարող եք ասել, որ այս պատերազմը Հայաստանի համար նաև էկոլոգիական սպառնալիք է լուրջ։ Ցանկացած պատերազմ էկոլոգիական սպառնալիք է։ Մենք լինելով սահմանային երկիր, բնականաբար մենք լինելու ենք այդ ամենի կրողը եւ դրանով պայմանավորված դա ակնհայտ է, ես կարծում եմ, որ որոշները ասում են պարզապես, որ մեզանից հեռու է գտնվում, դա երկրի հարավում է եւ այլն եւ այլն։ Հենց հիմա ընդամենը 500 կիլոմետր է միջև ուրեմն Թեհրան, այնտեղ որտեղ դա տեղի ունենում, բայց մենք ունենք գարանտիա, որ դա չի մոտենալու եւ չի փոխվելու նույն Իրանի տարածաշրջանում, չէ՞ որ այս պատերազմները անկանխատեսելի են։ Մենք չենք կարող վստահ լինել, թե ինչպես կլինի, կմիանան այլ
հարևան պետությունները եւ առհասարակ ինչ մենք ուղղակի պետքա պատրաստ լինենք այդ ամեն ինչին, նախապես ունենանք տարբեր սցենարներ, թե որ զարգացման պարագայում մեր արձագանքը ինչպիսին պետք է լինի, բնակչությունը այդ ուրեմն հնարավոր ռիսկերից պաշտպանելու առումով։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք Երևանի ավականու անդամ բնապահպան Քրիստինա Վարդանյանի հետ։ Ցտեսություն։